Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Երկրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Վանի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Արամո Հունանյանն է, բլոգեր, իրավաբան։ Ողջույն Արամո։ Ողջույն։ Ոնց ես։ Նորմալ։ Արամո ջան, այսօր քայլել ենք քո արմատների հետքերով եւ այդ արմատները մեզ տանում են դեպի Վան։ Այո։ Շատ հետաքրքիր մի ճաշատեսակ եմ ընտրել Վանի շրջանից, Վանի գետնախնձորով աղցան։ Ինչու է կոչվում գետնախնձոր, չնայած որ սեղանին դրված է կարտոֆիլ։ Արևմտյան Հայաստանում ընդհանրապես անվանում էին կարտոֆիլին գետնախնձոր, որտեղ ինքը նման էր շատ տենց իր տեսակով խնձորի, հա, այդ պնդությանը եւ այլնի, մարդկանց մոտ տարածվել էր, որ դա գետնախնձոր է։ Չնայած նրան, որ մեր Արևմտյան Հայաստանում եւս մենք ունենք մի հենց գետնախնձոր անունով հողի մեջ աճող այդպես սպալարային արմատներ, որոնք որ եւս ուտելի են եւ հիմա եթե դու գնաս օրինակ շուկայից գետնախնձոր գնելու, քեզ ոչ մեկ կարտոֆիլ չի տա։ Քեզ կտան այդ հենց գետնախնձորը։ Չգիտեմ դու փորձել ես թե ոչ, տեսքը շատ նման է կոճապղպեղի, իմբիրին է շատ նման, հա, բայց համը շատ հետաքրքիր քաղցրություն ունի եւ կարտոֆիլը եթե հում ձևով ինչ-որ ձևով կերել փորձել ես, դրան շատ նման է։ Ինչևից է այս անվանման ուղղակի թե ինչ են գետնախնձոր կարտոֆիլին ասում։ Ստացվում ենք այսօր ոչ միայն համով ուտելիք ենք ուտելու, այնև կրթվելու ենք ժողովուրդ շատ հետաքրքիր բաներ։ Այո, այս հաղորդաշարը ոչ միայն ուղղակի պատրաստելու մասին հաղորդաշար է, այլ նաև ծանոթանում ենք մեր մշակույթին, քայլում ենք արմատների հետքերով, պեղելով ու գտնելով այնտեղ թաքնված այն գաղտնիքները, որոնք որ մեր նախնիները կրել են եւ կրում են մինչեւ օրս։ Շատ հետաքրքիր։ Արամո ջան, հիմա կուզեմ խոսել քո արմատներից։ Քո արմատները, այսինքն հորական կողմը Վանից են։ Այո, Վանից։ Մորական կողմը Ցավոք սրտի չգիտեմ, ամորական կողմը որ կողմից են, որևէ տվյալներ մեզ մոտ չեն հասել, բայց հայրիկիս կողմից այո Վանից են, միջև օրագրերը գտնելով մեր պապիկի եւ ուսումնասիրելով այդ ամեն ինչը մենք հասկացանք, որ 1830 թվականին անից նրանք տեղափոխվել են Վան, Թիմարու շրջան եւ Քոչանի գյուղն են հիմնել եւ մինչեւ 1915 թվական նրանք այնտեղ են ապրել եւ ղեկավարել են այդ գյուղը։ Հետո արդեն սա գիտենք ինչ իրադարձություններ են տեղի ունեցել։ Այո, ցեղասպանության արդյունքում արդեն տեղափոխվել են Արարատի մարզ, Դալար գյուղ, որտեղից ես արդեն եկել եմ ստեղից օրարոցը։ Բայց դու ծնվել ես Մոսկվայում, այնտեղ ես մեծացել։ Այո, այնտեղ եմ մեծացել։ Դալար գյուղի հետ կապը հետո է նորից վերականգնվել, քանի որ հիմա դու ապրում ես այդ գյուղում։ Այո, սկզբունքային 18 թվականին երբ որ տեղափոխվա Հայաստան, ես հասկացա, որ շատ կարևոր է ապրել գյուղում, որովհետև մեր գյուղերը ցավոք սրտի լքվում են կամաց-կամաց եւ շատ կարևոր է սկզբունքային ապրել այնտեղ եւ չգիտեմ, եթե պաթոսային չի հնչում, որոշակի օրինակ ծառայել, որ երիտասարդները Չէ, պաթոսային չէ։ Մնան եւ փորձում եմ ինձ ավելի հաճելի է գյուղում ապրել, հասկանում եմ, որ այդ էլեմենտար լոգիստիկ խնդիր կա, մինչեւ Երևան ամեն օր գնալ գալ, բայց դե պետք է այդպես մնանք, դա շատ կարևոր է իմ համար։ Իսկ ձեր գյուղի անվանումը Դալարը կապ ունի բնության Դալար լինելու հետ։ Չեմ կարող ասել, չեմ։ Ձեր բնությունը լավ է, այս բանը։ Հա, բնությունը լավ է, դե խաղաղագործությամբ ենք զբաղվում։ Դե դա Դալար է, էլի։ Եվ գյուղտնտեսությունը շատ զարգացած է մեզ մոտ եւ սովետի ժամանակ էլ միջայդ բավական զարգացած է եղել, ինձ թվում է հակապ կունենա այդ ամեն ինչը։ Բարի, Արամո ջան, ես ուզում եմ, որ միասին բաղադրիչները թվարկենք, հետո ընդմիջենք ու անցնենք արդեն բուն պատրաստման գործընթացին։ Մեզ անհրաժեշտ է մարինացված վարունգ, ունենք այստեղ կարտոֆիլ, որին ասացի արդեն, որ վանեցիները գետնախնձոր էին ասում, ունենք կարագ, իհարկե այս կարագի քանակը շատ է այստեղ, դրա կեսն ենք օգտագործելու բուսայուղի հետ, քանի որ պատրաստելու ենք սոխառած, դրա համար մեզ պետք է 2 գլուխ սոխ, այստեղ ունենք կարմիր պղպեղ, լոլիկ, բայց հետաքրքիր է, որ այստեղ տապակման ենթակա է միայն սոխը, բուսայուղը, կարագը եւ ուրեմն այս թանձրուկը ստանալու համար մեզ տոմատի մածուկ եւ կարմիր պղպեղ է պետք։ Բայց այստեղ չի տապակվելու ոչ պոմիդորը եւ ոչ էլ կարմիր պղպեղը, իրենք թարմ վիճակում են լինելու, որը ել ավելի թարմ աղցանի, այսպես ասած, բույր ու տեսք է տալիս մեր Վանի գետնախնձորով աղցանին։ Եվ վերջում իհարկե թարմ կտրատված սամիթ ենք ավելացնելու, աննկարագրելի համային բազա է ստացվում վերջում իհարկե դուք փորձես եւ քո կարծիքը կհայտնես դրա մասին։ Ես առաջարկում եմ ուղղակի հիմա ընդմիջել, տեղերով վերադասավորվել եւ սկսել բուն աշխատանքը եւ խոսել քո գործունեությունից։ Սկսենք։ Մենք վերադարձանք եւ ասում ենք մեր բուն աշխատանքին։
Արամո ջան, ես առաջարկում եմ կարտոֆիլը տալ քեզ դու կկտրատես կմշակես, հա, պետք է իրեն վերածել փոքր խորանարդների, շատ փոքր չէ, միջին տարբերակով, որպեսզի խառնելու ընթացքում կարտոֆիլը ուղղակի չփլվի։ Եվ ասեմ, որ խաշվելու ընթացքում պետք է կարտոֆիլը շատ չխաշել, որ խյուս չդառնա, խառնելու ժամանակ միևնույն է ինքը մի փոքր լուծվում է, հա։ Ես այստեղ սոխարացը կպատրաստեմ։ Հետո այդ ընթացքում մենք իհարկե զրուցելու ենք քո մասնագիտական ճանապարհից, քո աշխատանքային ոճից, հիմա ինչով ես զբաղվում։ Նախքան դրանց անցնելը ես առաջարկում եմ խոսել քո մանկության համից։ Ո՞րն է մանկության համը։ Իրականում ես որ գալիս էի Հայաստան, իմ տատիկս էր պատրաստում շատ համով ուտելիքներ, տատիկ եթե դու նայես բարև։ Ողջունում ենք տատիկին։ Լենա տատիկը շատ համով բաներ էր պատրաստում, մորական տատիկն է։ Չէ, մորական տատիկն է, պատրաստում էր դե պարզան դե տոլմա, պատրաստում էր խավից ասացի։ Խավից, հա, ես միջև այդ կարամ դեռ ասեմ խավից էլ ինչ ասցի։ Խավից թաթար բուրակի։ Հա, թաթար բուրակի։ Պատրաստում էր թաթար բուրակի, պատրաստում էր տոլմա, խավից եւ այդ ամենահամեղ 3 ճաշատեսակներ։ Այդ հիշում եմ մանկությունից թվարկել ես։ Մանկությունից հա հիշում եմ այդ բուրմունքը, երբ որ առավոտյան զարթնում ես եւ արդեն գիտես որ գնալու ես խոհանոց եւ այդ բոլոր ուտելիքները ուտես։ Այո։ Գիտես ինչ եմ ես միշտ իմ հաղորդման ընթացքում հյուրերից հարցնում, ո՞րն է եղել իրենց մանկության համը, որովհետև մանկության համը դա իրենց կյանքի հիշողությունն է։ Եվ այն կետն է, որից չպետք է ուղղակի ազատվել կամ մոռանալ, որովհետև ամբողջ պատմությունը ամփոփված է այդ համերի մեջ։ Որովհետև երբ որ դու հիշում ես օրինակ տատիկի տոլմայի համը, դու տատիկին չես կարող մոռանալ։ Այո։ Սա անմիջական փոխկապակցվածություն է հոգեբանական տեսանկյունից, ներքին այդպես կապ է առաջանում սննդի հիշողության եւ մարդու հիշողության հետ կապված, հետաբար կարևոր հարցերից մեկը, որ ես միշտ հաղորդման ընթացքում ուղղում եմ իմ հյուրերին։ Ես այստեղ սոխը կտրեցի Արամո ջան, ես հավելացնեմ թավայի մեջ, հա ինչ որ բան էի ասում։ Ասեմ ավելին, անցած ամսվա ընթացքում քանի որ շատ էի կարոտել իմ մանկությունը, տատիկս եկել էր մեր տուն եւ ես խնդրեցի նրան, որ նա պատրաստի հենց այն ուտելիքները, որ ես թվարկեցի։ Ինչ հետաքրքիր։ Հա, եւ որ մենք զարթնենք եւ այդ բուրմունքը եւս գանք եւ գնանք դեպի մանկություն։ Եվ շատ հետաքրքիր փորձ է խորհուրդ եմ տալիս բոլորիդ անցնել այդ ճանապարհը, վերանցնել եւ հիշում եք ինչ որ դրվագներ մանկությունից, դա շատ հետաքրքիր փորձ է։ Ես գիտես չէ, ամեն անգամ տատիկիս իհարկե տատիկս լուսահոգի է, երկու տատիկներս, ես տատիկներիս հիշում եմ հիմնականում իրենց այդպես ասած մի բույր կա, որը հիշողություն է տանում դեպի տատիկներ, դա ռեհանի բույրն է։ Ես չգիտեմ ինչի է այդպես, հավանաբար նրանից որ ճաշերի մեծամասնությունը պատրաստվում էր ռեհանով եւ երկրորդը տատիկը սովորություն ուներ, քանի որ գյուղում էինք ապրում, գոգնոցի մեջ հավաքում էր կանաչիները, բերում էր չորացնելու։ Եվ ամեն անգամ երբ որ ես օրինակ փոքր էի դե գլուխս դնում էի տատիկի ծնկերին, այդ գոգնոցից այդ ռեհանի բույրը այդպես ասոցացում էր տատիկի հետ։ Ու հիմա ռեհանի հանդեպ այդպես անասելի կապ ու սեր ունեմ եւ շատ հետաքրքիր է որ միջև հիմա բոլոր ճաշերի մեջ ռեհան եմ օգտագործում եւ այդ սերը դեպի տատիկ, այսինքն հիշողության պահպանությունը գալիս է հենց ռեհանից արմատականորեն։ Ես դրանով եմ հիշում, հա, իմ հիշողությունը կապված է դրան։ Իհարկե շատ բաներ կա, որոնցով դու եւս կապված ես, բայց կան համի հիշողություններ, հոտի հիշողություններ, որոնք որ այդպես անբացատրելիորեն քո միջև կյանքի վերջը քեզ ուղեկցում են։ Եվ մի հատ էլ հետաքրքիր բան կա, այս վերջերս եմ հասկացել, որ ամեն տուն ունի իր բուրմունքը։ Միանշանակ այդպես է։ Ու այդքան ապրողը չի զգում այդ տան։ Չի զգում, բայց մենք ընթացքում մոռանում ենք, բայց եթե ինչ որ երկար ժամանակ չենք գալիս այդ տուն, անգամ մեր տունը, հա, վերադառնում ենք եւ այդ նոր այնտեղ կարող է կահույքը փոխվի, ամբողջ մթնոլորտը փոխվի, բայց այդ բուրմունքը մնում է միշտ։ Այո, շատ ճիշտ նկատառում էր եւ շատ հետաքրքիր։ Արամո ջան, ես ուզում եմ անդրադառնանք քո մասնագիտական ճանապարհին։ Դու քանի որ ասացիր, որ սովորել ես Ռուսաստանում, հա։ Այո։ Կրթությունը, ինչ կրթություն ես ստացել։ Քանի որ Ռուսաստանում ապրելով ես արդեն որոշում էի կայացրել մանկության ժամանակ, որ պետք է տեղափոխվեմ Հայաստան, պետք է մաքսիմալ էֆեկտիվ լինեմ այստեղ եւ կրթությունս էլ արդեն ընտրել եմ ըստ այն խնդիրների եւ մարտահրավերների, եթե կարելի է այդպես ասել, որոնք մեր պետության վրա, գիտեմ, ծառացել էին այն ժամանակ, քանի որ մենք խոսեցինք մեր պապերի մասին, որոնք ցեղասպանությունից հետո
գաղթել են, կար որոշակի անարդարության զգացում փոքր ժամանակ, եւ ես որոշեցի ընդունվեմ իրավաբանական բաժին Մոսկվայի պետական կառավարման համալսարանում եւ միջազգային հարաբերություններ նաեւ ուսումնասիրեցի, որ ոնց որ ցեղասպանության հարցը ինչ որ պահի կարողանամ իրավական մասով ինչ որ ձև նպաստեմ նրան, որ դա ընդունվի եւ այո, այնտեղ կրթությունը ստացա, աշխատել եմ տարբեր ոլորտներում, դատարանում եմ աշխատել եմ մասնավոր սեկտորում, դեսպանտանն եմ աշխատել ինչ-որ ժամանակ, մի փոքր մեր եւ հետո որոշում եմ կայացրել, որ իրավաբանությունը այդքան էլ ինձ ավելի շատ մեդիան դուր եկավ իր ազդեցության տեսանկյունից եւ որոշեցի արդեն գնաց դեպի, ասենք, լրագրողական ճանապարհ, արդեն սկսեցի ուսումնասիրել լրագրողությունը եւ էլ այտենց ձերս հետ մի քանի մասնագիտություն ընթացքում ստացա։ Որ ավելի խոսենք այժմիական քո գործունեությունից, թե ինչով ես զբաղվում դու այս պահին, որովհետեւ շատ կարեւոր է հատկապես այն գործունեությունը, որ դու հիմա ծավալում ես։ Իհարկե քո եղբոր հետ։ Այո, մենք արդեն 10 տարուց ավելի զբաղվում ենք կրթամշակութային ծրագրերով, փորձում ենք մեր մշակույթը ներկայացնել ավելի հետաքրքիր եւ ավելի արդի ձևաչափերով։ Այսինքն սոցմեդիա դաշտում փորձում եք ավելի լայն մասաների հասցնել հայկական մշակույթը, կրթությունը եւ ոչ միայն դուք անում եք դա, այսինքն ինքներդ ձեզ, այսինքն միայն դուք չեք ձեր լսարանին ապահովում այդ կրթությունը, այլ հրավիրված մասնագետներ, ովքեր որ իրենց գործի վարպետներ են, հա, ովքեր որ ճշգրտորեն փաստերով ապացուցում եւ ցույց են տալիս այն ամեն ինչ, ինչ որ կապված է հայկական մշակույթի եւ նրա գաղափարի հետ կապված։ Այնպես որ դա շատ կարեւոր է, հատկապես ինձանից ավելի լավ է։ Ստորագրում եմ ամեն բառի։ Ստորագրեց։ Հետևաբար դա ամենակարևոր է, դա ասած հաղթանակներից մեկն է ձեր բլոգերության մեջ։ Ինչքան էլ դու չես սիրում այդ բառը, քանի որ դու ասացիր, որ դու բլոգեր չես, չնայած որ դու բլոգերությամբ ես զբաղվում։ Այո, դե բլոգը այլի, ոնց էլ ծրագիր, չգիտեմ, նախագիծ, բայց այսօր 21-րդ դարում այնքան արագ են մասնագիտությունները զարգանում, որ անունները չենք հասցնում ճշգրտել, բայց մասնագետները բավ դու շատ ճիշտ ասացիր, մեր հարգելի հանդիսատեսին ասենք, որ մոտ 1 ամիս առաջ մենք անգամ վայ հետ էլ նյութ տեղադրեցինք մեր ազգային տարազի մասին եւ այդ հրապարակումը շատ մեծ լայն տարածում ստացավ մեր հասարակության մեջ։ Ի ուրախություն բոլորիս։ Ի ուրախություն բոլորիս, որովհետեւ կան շատ խնդիրներ եւ այդ խնդիրները մեր կարծիքով եթե մենք գիտակից լուծումների մասին ենք խոսում, պետք է հիմնվեն կրթության վրա, գիտելիքի վրա եւ այո, մենք կանչում ենք, հրավիրում ենք տարբեր մասնագետների, որոնք տարիների ընթացքում ցույց են տվել իրենց փորձը եւ ամենակարևորը նվիրվածությունը իրենց մասնագիտության։ Դա շատ կարևոր է։ Դա ամենակարևոր փաստերից մեկն է։ Այո։ Նվիրված լինել քո մասնագիտությանը, որովհետեւ եթե մասնագիտություններ կան, որ եթե նվիրված չլինես, ուղղակի այդ մասնագիտության մեջ չես կարող աշխատել։ Այո, եւ ուզում եմ քեզ շնորհակալություն ասել, որովհետեւ չնայած որ մենք երիտասարդ ենք եւ դու շատ հսկայական արդեն ճանապարհ ունես անցած, ուսումնասիրած շատ նյութեր եւ շնորհակալություն քեզ քո եւս կրթության համար, որ այսօր մենք կարողանում ենք որոշակի օգտակար բան ստեղծել մեր ազգի համար։ Զգացված եմ շատ կարծիքի համար եւ այստեղ կարեւոր է նշել, որ իրարով եւ իրար հետ պետք է ամեն ինչ լինի, որովհետեւ եթե դու առանձին որպես բջիջ սկսում ես պայքարել, այո, պայքարում ես որոշակի շերտերի դեմ, բայց թիմային աշխատանքը միաժամանակ դառնում է թիմային եւ ավելի հզոր, հետեւաբար պետք է աշխատել բոլորով միասին հանուն հայկականի եւ հանուն հայրենիքի պաշտպանության։ Ես այստեղ ստորագրի, դու միշտ ստորագրի։ Ես այստեղ ուրեմն սոխառածը պատրաստեցի, դեռ կիսատ պատրաստած վիճակում է, ոսկեգույն երանգ պետք է ստանա սոխը, հետո ավելացնելու եմ այստեղ կարմիր պղպեղը աղացած, մի փոքր նաև կարմիր պղպեղով պետք է դաղել սոխը եւ կարագը ու մի փոքր բուսայով եմ այստեղ ավելացրել, այս աղցանի յուրահատկությունը հիմնականում կարագի եւ բուսայողի առատությունն է, որովհետեւ համը հենց սա է ապահովելու, այսինքն այդ թաց մասն ստանալու ենք դրանով։ Ասեմ շատ եմ սիրում սոխի բուրմունքը։ Հա, հիմա զգադ է։ Հա, ցավոք սրտի գիտությունը այնպեսի հիմա զարգացած չի, որ դուք հարգելի հերոստատիտողներ զգաք, բայց ես վստահ եմ, որ մոտակա տարիների ընթացքում արհեստական բանականությունը կապահովի մեզ անգամ դա։ Եվ դուք էլ կզգաք, ես կվերադառնամ այս տաղավը եւ մենք միասին կպատրաստենք եւս մի ուտելիք համար։ Կամ էլ կարող եք հիմա սոխառած տանը պատրաստել։ Հա, կամ տենց, հա։ Բան ինտերակտիվ ֆորմատ է։
Այսօր։ Ծոխարած այստեղ գրեթե պատրաստ է, կանցնեմ։ Հա, շատ։ Ասում որ ձայն չեմ անում, ուրեմն լավ։ Ուրեմն Ես այստեղ կդրատեմ նաև թիթու վարունգը։ Արամը ջան, ձեր թեմաները ինչպես եք ընտրում հիմնականում։ Այսինքն ընտրված թեմաները հիմնականում գնում են դեպի հայոց պատմություն, չգիտեմ, ազգայինի պահպանություն, հա, այդ թեմաներն են հիմնականում շոշափվում։ Ով է ընտրում այդ թեմաները։ Մենք թեմաները ընտրում ենք, քանի որ իմ եղբայրը ունի իր ծրագիրը, իր ֆորմատներով, ես ունեմ իմ ծրագիրը, հետազոտություններ ենք կատարում, ուզում ենք տեսնել ինչպիսի խնդիրներ են ծառացել մեր պետության եւ ժողովրդի շրջանակներում արժեվ եւ փորձում ենք լուծումներ գտնել։ Սոցհարցումներ ենք կազմակերպում, ոչ պրոֆեսիոնալ սոցհարցումներ, բայց դե մեզ դա պատկերավոր տալիս է արդեն եզրակացություններ եւ մենք հասկանում ենք, օրինակ նույն վիդեոն, որ մենք միասին նկարել էինք տարազի հետ կապված, մենք տեսնում ենք կա խնդիր, որ մարդիկ չգիտեն իրազեկության խնդիր է եւ դա խնդիր է, մենք պետքա լուծում գտնենք, մենք արդեն ըստ դրա մտածում ենք ֆորմատի մասին, ոնց ավելի էֆեկտիվ կլինի։ Օրինակ կոպիտ sense օրինակ բերեմ, կա որոշակի գիտելիք, որը մենք հետազոտության արդյունքում բացահայտում ենք, որը շատ կարեւոր է, եւ մասաները ցավոք սրտի չգիտեն, ոնց ենք մենք հասկանում, որ չգիտեն։ Սոցհարցումներ ենք կազմակերպում։ Օրինակ ցավոք սրտի 4 տարի առաջ երկու դե ծրագիր ունենք, մեկը Սփյուռքում, մեկը ստեղ Ռուսաստանի։ Մենք սոցհարցում արեցինք Կարեն Դմրչյանի նկարով հարցրեցինք մեր աուդիտորիային, հա, լսարանին, ում պատկերն է այստեղ պատկերված, ում նկարն է այստեղ պատկերված եւ ցավոք սրտի 46%-ը սեղմել էին այն կոճակին, որ դա Վահան Տերյանն է։ Ընդհանրապես նման չեն էլի։ Ինձ թվում է նրանք ոչ Վահան Տերյանին գիտեն, որ Կարեն Դմրչյանին։ Հա, ուղղակի այդպես։ Եվ մենք հասկացանք, որ կա մեծ խնդիր, մենք պետք է նյութ պատրաստենք մեր Սփյուռքի համար։ Օրինակ մենք շատ դժվար է ինձ պատկերացնել դա, անգամ ես ասում եմ, մի քիչ անհավատալի է թվում, բայց դա փաստ է։ Եվ մենք նյութ պատրաստեցինք համատեղ Կարեն Դմրչյանի ուրեմն թանգարանի հետ միասին, շնորհակալություն եմ հայտնում նրանց, նաև ընտանիքի անդամների, եւ նյութ պատրաստեցինք հոդված, որը շատ լայն տարածում գտավ Սփյուռքում, մոտ 200-300 հազար տարածում ուներ սոցկայքերում, եւ մարդիկ գրում էին, որ ցավոք սրտի չգիտեին այդ ամենի մասին։ Ցավոք սրտի ժամանակները կամ մի ուրախություն առաջ են գնում, բայց մենք պետք է այդ ամենը պահպանենք, այդ ամենի մասին խոսանք, ինչքան էլ մեզ թվում է, որ բոլորը գիտեն, ցավոք սրտի ոչ։ Նոր սերունդը մանավանդ ընդհանրապես այդ հարցերը չի տալիս, թե որտեղից է հայտնվել այն ողջ հարստությունը, որը թողել են մեզ այն կամ այն, անգամ պետական գործիչներ, հա, եթե վերևից անենք, էլ չենք խոսում մշակութային գործիչների մասին, որոնց գործունեությունը ցավոք սրտի մնում է ստվերում։ Դա մեր գործունեությունն է, որ այդ ամենը լուսաբանենք, ցույց տանք եւ կապը ապահովենք թե Սփյուռքի, թե այստեղ գտնվող մարդկանց մեր մշակույթի հետ։ Կարևոր գործունեությունը, որը որ իր չափորոշիչներով լավագույնս ցույց է տալիս, որ կրթությունը կարևոր է կյանքում եւ պետք է միշտ կրթված լինել անկախ ամեն ինչից, թե դու ինչ մասնագետ ես, պետք է մի փոքր քո սպեկտրը կրթության բաց լինի, այսինքն եթե դու ասենք իրավաբան ես, պետք է նաեւ մի փոքր գլուխ անես գրականությունից կամ չգիտեմ երաժշտությունից, որովհետեւ սահմանափակ գիտելիքներ ունենալը մարդուն ուղղակի ոտքերը կապում է, այսպես ժողովրդական տերմինով ասեմ, եւ դրանցից մեկը, օրինակներից մեկը վերջերս դպրոցներում կա այսպիսի մի հասկացողություն, օրինակ 9-10-րդ դասարանում սկսում են միայն այն առարկաները սովորել, որոնցով որ պետք է քննություն ազդեն եւ ընդունվեն։ Ես չեմ կիսում այդ։ Ես չեմ, միանշանակ ես եւս չեմ կիսում այդ կարծիքը, որովհետեւ ամբողջ կյանքի ընթացքում, եթե դու մտածում ես, որ օրինակ որևիցե առարկայի գիտելիք քեզ անհրաժեշտ չի լինելու, չարաչար սխալվում ես, որովհետեւ միջառարկայական կապը ամենակարևոր դրսևորումներից մեկն է։ Ֆիզիկան կապված է քիմիայի հետ, քիմիան կենսաբանության, կենսաբանությունը գրականության, զարմանալի է չէ իրենց կապը, բայց ամեն դեպքում ամբողջական շղթայական ռեակցիա է, հետաբար դու ոչ մեկ չի ասում բոլորը փայլուն իմացիր, ինչպես որ կիմանաս օրինակ 1-2 առարկա, հա, մասնագիտական, բայց պետք է իմանալ, կրթված լինել եւ հասկանալ գոնե, որ ինչ որ թեմաների շուրջ զրուցելիս, երբ որ հարց են տալիս, չլինես էլի դատարկ զնգացող կացսա։ Դե անգամ ինդիվիդուալ կարող ենք չմոտիկանալ այդ հարցին, հա, ես օրինակ տարիներ անց հասկացա, որ ես շատ մեծ սխալ եմ գործել, որ
շատ վատ եմ սովորել մաթեմատիկան, ես մտածում եմ, որ այդ առարկան ինձ պետք չի, ֆիզիկան, քիմիան, ես ավելի շատ գումանիտար գիտությունների սերուն էի, շատ սիրում էի պատմություն, գրականություն, աշխարհագրություն։ Եվ ստացվում է, որ տարիներ անց ես որ սկսեցի ուսումնասիրել տարբերելի անգամ նույն քաղաքագիտության շրջանակներում, երբ որ ուսումնասիրում էի փիլիսոփայություն, հա քաղաքական, այդ ամենը օրինակ նույն լիբերալ գաղափարը իր եթե ակունքները գնաս գալիս են ֆիզիկայից։ Շատ դժվար է, իմ դասախոսություն չեմ կարդա, բայց անգամ այդ պարզ է, որ ակունքները պետք է գնան այն առարկաներից ու մասնագիտություններից, հա, որոնք որ ունեն որոշակի ապացուցողական հիմք եւս գիտական դաշտում իրենք գործուն առարկաներ են։ Եվ հետո ծանոթացա այսպիսի մարդու հետ, որի ազգանունը Հոկինգ է, ցավոք սրտի մի քանի տարի առաջ մահացավ այդ մարդը, եւ նա կարողացավ շատ մատչելի ձևով ֆիզիկայի տարբեր կանոնները բացատրել, եւ ես շատ եմ սիրում իր Օնլայն դասախոսություններ երևի։ Չէ, օնլայն չէ։ Դա Հոկինգը շատ ճանաչված աշխարհահռչակ գիտնական է, որը փոխել է անկալումը ֆիզիկայի նկատմամբ եւ ոչ միայն ֆիզիկայի գիտության ընդհանուր։ Այսինքն ավելի մատչելի է մատուցում մարդկանց։ Այո, եւ նա գրել է մի շարք գրքեր, եւ որոնք փոխել են իմ կարծիքով ընդհանրապես աշխարհի նաեւ մոտեցումը շատ հարցերի շուրջ եւ կարդալու ընթացքում հասկացա թե ինչ սխալ եմ արել, երբ որ դպրոցում չեմ սովորել շատ լավ ֆիզիկա։ Դրա համար խնդրում եմ ձեզ, ընկերներ, ինչքան էլ դժվար թվա, ձանձրալի թվա, եթե դուք դպրոցում եք սովորում կամ ինստիտուտում, ես դա ինստիտուտի տարիներում հասկացա եւ ես արդեն սով ունեի գիտելիքի հանդեպ եւ հենց իմ դասերը ավարտվում էր, ես գնում էի կողքի սենյակ, օրինակ տնտեսագիտություն էի ուսումնասիրում, դե բաց էր դռները, կարելի էր սովորեի, ոնց է межфакультетский կուրս է, ոնց է հայերեն միջֆակուլտետային բան դասընթացներ, ազատ ունկնդիր ընդհանրապես կոչվում դա, այսինքն նախկինում եւս կար դեռևս Թումանյանի, Իսահակյանի օրոք այդպիսի հասկացողություն կար, ազատ ունկնդիր, այսինքն դու կարող ես ցանկացած դասաժամի բժշկագիտություն, աշխարհագրություն գնալ եւ լսել, անկախ նրանից դու այդ ֆակուլտետին պատկանում ես թե ոչ։ Դրա մասն է խոսքը։ Այո, եւ ես Մոսկվայի բոլոր համալսարանները ինչքան տեսել եմ, այնտեղ ամենտեղ էլ կար հնարավորություն գնալ եւ գիտելիք ստանալ, թե Լոմոնոսովի համալսարանում, ես սոցիոլոգիա եւ միջազգային հարաբերություն եմ ուսումնասիրել այնտեղ, թե միջազգային հարաբերության ինստիտուտում, թե Ակադեմ TV-ում, նաեւ ես այսօր որ մեդիայով եմ զբաղվում, ի շնորհիվ նաեւ միջազգային լրագրողության ֆակուլտետը ՄԳԻՄՈ-ի եւ այդ ամենը բաց էր, անվճար էր, հարկավոր է ընդհանրապես կամք եւ դուք կարող եք գնալ այդ ամենը սովորել, պայմանավորվել, այն դռները, որոնք փակ են, փորձել բացել, ինչ որ ձև գտնել ուսանողների, ովքեր կտան ձեզ այդ անցումային քարտը, որի միջոցով դուք կկարողանաք այդ դռները անգամ եթե նրանք փակ են բացել եւ այդ գիտելիքները ստանալ։ Կարևորը կամքն է ինձ թվում է եւ այդ բոլոր գիտելիքները ինձ այսօր օգնում են իմ այս մեդիագործունեության ընթացքում ճիշտ ինֆորմացիան գտնել։ Դե մենք ասում ենք գիտելիք, բայց իրականում դա այդքան էլ գիտելիք չի։ Գիտելիքը դա սիստեմատիկ, sense տարիներով դու պետք է սովորես, որ այդ գիտելիքն ստանաս։ Մեր ավելի շատ, չասեմ ինֆորմացիա, բայց ինչ որ իրազեկում ավելի շատ ինձ թվում է, էլի, որովհետեւ դե մարդիկ ընկալում են մեր գործունեությունը որպես կրթական, բայց այդտեղ ստացվում է արդեն դպրոցներն էլ պետք չեն ու ինստիտուտներն էլ կարանք փակենք, բոլորս գրանցվենք մեր էջերին, բայց չէ, չնշանակելով, հա, ոնց որ բոլոր համալսարանների դա ունի process, ինչպես դու նշեցիր, process, որը որ կարող ես բուհական կես ուղակի կավելացնես դրա, որովհետև կարտոֆիլի քանակը ես շատ էի ուղակի խաշել, բավական այդքանը, քանի որ բուհական ծրագիր ամեն դեպքում այլ բան է, ինքնակրթությունը այլ բան է եւ ի վերջո այժմյան օնլայն կրթությունը այլ բան։ Հետեւաբար ամեն դեպքում պետք է իմանալ, որ գոյություն ունի բուհական ծրագրային կրթություն եւ ունի լիցենզավորված կրթություն եւ գոյություն ունի արդեն ինքնակրթություն, որը կարելի է հեշտ հանգիստ իրականացնել օնլայն կուրսերով կամ ինքդ քեզ հենց գրականությամբ։ Ես այստեղ հիշեցնեմ Արամը ջան ինչ եմ արել, ուրեմն միասին կտրատեցինք այն բաղադրիչները, որոնք որ առկա էր, կարտոֆիլ սամիտ թթուվարունգ, այստեղ ունենք նաև կարմիր պղպեղ, քաղցր տարբերակում եւ իհարկե այսքանը միախառնված վիճակում արդեն ավելացնելու եմ ես սոխառած։ Այստեղ ունենք բավական առատ սոխառած, ես ինչպես ասացի, ես համը փոխանցում է հենց այս սոխառածը։ Դուք չեք պատկերացնում ինչպեսի համեղ։ Այո, բույր է, չէ՞, այստեղ տարածվել, համին հեսա քիչ հետո կծանոթանանք։ Եվ իհարկե ավելացնելու եմ այստեղ ես տոմատի մածուկ, 2 ճաշի գթալ։
Վայ, ես մի հատ միտք ունեմ։ Ահա։ Դուք չէիք ուզի Երևանի փողոցներից մեկում բացել ռեստորան, որտեղ Աստվածին բոլոր ինձ նույն բանն են ասում։ Որտեղ մենք կարողանանք մեր հարգելի հերոստատիտողների հետ եւ փորձենք։ Ես չգիտեմ Երևանում կամ գուցե Հայաստանում կան ինչ որ Կան, իհարկե կան, բայց բանը եղածները ամբողջական ազգային ուղղվածությամբ կա նաեւ եվրոպականի եւ ազգայինի միքս, հա։ Շատ լավ բիզնես գաղափարի դեպ ինձ թվում է մարդիկ եթե հասցնես վայ ջան մենք էլ կօգնենք ինչով կարող ապրես լավ առաջարկելի դեպ ես հիմա այստեղ կավելացնեմ նաև մի փոքր աղ հա եւ մեր աղցանը արդեն պատրաստ է դե ինչ կհանդիպենք քիչ հետո ու կհամտեսենք Հարգելի հեռուստադիտող, մեր Վանա գետնախնձորով աղցանը արդեն պատրաստ է։ Վանի յուրահատուկ խոհանոց, որի բույրը այստեղ տարածվել է, համը հիմա կփորձենք, Արամոն իր կարծիքը կասի, ես այստեղ հյուրասիրեմ։ Համի մասին չգիտեմ, բայց ես այսօր նոր մասնագիտություն սովորեցի։ Կարտոշկա կտրտող։ Կարտոֆիլի կտրտման վարպետ։ Վարպետ, ճիշտ է։ Ահագին կարտոֆիլ կտրատեցի։ Եթե կան Թափուշ հաստիկներ դիմեք, այո։ Ես առաջարկում եմ փորձել։ Շատ հալվա։ Մի փոքր աղն է պակաս։ Չէ, ինձ հենց ավելի դուր գալիս։ Հա։ Ընտիր։ Ասում եմ ասելու բան չունեմ, եթե նորմալ է։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերն ընդունելու համար եւ այսպես հետաքրքիր գեղեցիկ խոսակցություն ունենալու համար ամենակարևորը նաև ձեր գործին մաղթում եմ հաջողություն, որտեղ կարևոր աշխատանք եք իրականում անում, հայկականի եւ մշակույթի զարգացում եւ կրթության մեկ մակարդակ ավել բարձրացում։ Այնպես որ շնորհակալ եմ։ Քեզ շնորհակալություն, որ այսպիսի կարևոր գործով ես զբաղված, ինձ թվում է խոհանոցը մեր մշակույթի ամենակարևորագույն մասերից մեկն է, որը մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք։ Մենք պետք է արդեն մեր տանը պատրաստենք, դուք պետք է պատրաստեք սա եւ փորձեք վստահ եմ քո բաղադրատոմսով։ Այո։ Այսօր Արամոյի հետ քայլեցինք Վանի արմատների հետքերով, պեղելով եւ գտնելով յուրահատուկ մի աղցան, որը կարող է դառնալ ձեր սեղանից անբաժան։ Պատրաստեք, իհարկե փորձեք, պահպանելով հայկական ազգային արժեքները եւ իհարկե մասնավորապես այսօր խոհանոցը։ Ձեզ հետ է Վահե Սեման, կհանդիպենք հաջորդ եթերին, հացն ու գինին տեր կենթանին։